Ինչպես պետք է պայքարել հոգևորության դեմ։ Ինչի մասին են պայմանավորվել Հայ ազգային կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Այսօր Փարիզում կայացած Ֆրանսուଆ Օլանդ Սերժ Սարգսյան հանդիպումից հետո նախագահները դուրս էին եկել Ելիսեյան պալատի բակ եւ հանդես եկել հայտարարությամբ։ Իր խոսքում Ֆրանսիայի նախագահը նշեց, որ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Օլանդը հայտնել է, որ Ֆրանսիան որպես Մինսկի խմբի նախագահող երկիր անելու է ամեն ինչ, որ բանակցությունները վերսկսվեն։ Անդրադարձ է եղել նաեւ Սիրիայի եւ Իրանի խնդրին։ Ըստ Օլանդի Սերժ Սարգսյանը միջազգային հանրության մեսիջները հասցնում է Իրանին։ Այսօր վերաքննիչ դատարանի մոտ հավաքված ՀԱԿ ակտիվիստների դեմ ոստիկանությունը ուժ կիրառեց։ Հավաքվածներին վրդովեցրել էր դատարանում ընթացող ՀԱԿ 4 ակտիվիստների բողոքի քննությունը։ Նիստը նախագահող դատավորն այսօր մերժեց ՀԱԿ երիտասարդների փաստաբանների 7 միջնորդությունները եւ միայն մեկը բավարարեց մասնակի։ Առանց մեզ որևէ ձայնի իրավունք տալու դատականիստը համարվեց հավաքված։ Սա ուղղակի խայտարակ դատավարություն էր։ Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը հայտարարել է, որ առաջադրելու է իր տեխնացիոնը նախագահական ընտրություններում, այսօր լրագրողներին հայտնել է, որ պատրաստ է վճարել Ռաֆի Հովհաննիսյանի ամբողջ ընտրագրավը 8 միլիոն դրամ։ Սակայն պարոն Սեդրակյանը ժառանգության առաջնորդին իր մրցակիցը չի համարում, որովհետև Ռաֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերը արժանի մրցակից չեն Հայոց Հանրապետության։ Այսօր Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստոյան խոսեց այն մասին, թե ինչ օգուտներ է տալու մուտքի արտոնագրերի դյուրացման մասին պայմանագիրը, որը դեկտեմբերին ստորագրվելու է Հայաստանի եւ Եվրամիության միջև։ Պարոն Հրիստոյան բերեց նախկին խորհրդային այլ երկրների օրինակը, որտեղ այդ պայմանագիրն արդեն գործում է։ 2009 թվականից Մոլդովայից, Վրաստանից եւ Ուկրաինայից ընդհանուր առմամբ 5.3 միլիոն ուսանող է մուտքի արտոնագիր ստացել։ Եվրամիության երկրներում ուսումը շարունակելու նպատակով, ընդ որում այս ընթացքում ապօրինի միգրացիայի ավելացման ռիսկեր չեն նկատվել։ Այսօր իրավապաշտպաններն ու մասնագետները քննարկել են ազատազրկման այլընտրանք հանդիսացող պրոբացիոն ծառայության ներդրման հեռանկարները։ Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, պրոբացիոն ծառայության իր ամբողջ բովանդակությամբ ներդրման համար շատ ավելի կարևոր է քաղաքական կամքի առկայությունը։ Իսկ քաղաքական իշխանությունն է որոշում կայացնում, թե իր երկրում ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունք ինչ բնույթ պետք է լինի։ Այսօր Հայաստանի ժողովրդական կուսակցությունում տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջին փակ հանդիպումը։ Հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավոր է, որ կոնգրեսն ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը համագործակցության արդյունքում ունենան նախագահի միասնական թեկնածու, կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ասել է, որ նման բան պետք չի բացառել։ Օրվա լրահոսը։ Բացի Լևոն Զուրաբյանից Հայ ազգային կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները այսօրվա հանդիպան վերաբերյալ հրաժարվեցին մանրամասներ հայտնել։ Անձերի վերաբերյալ որևէ քննարկումներ չեն եղել, ավելին ՀԱԿ-ի հետ քննարկումներից որևէ հարցի չեն պատասխանելու։ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերով ինքը հանդիպանը ներկայ չի եղել, մանրամասներին չի տիրապետում, սակայն առաջիկա ընտրությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի։ Ես կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով իդեմս Լևոն Տեր-Պետրոսյան։ Իդեպ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ոչ միայն հանդիպել է Հայ ազգային կոնգրեսի, այլև Հայ հեղափոխական դաշնակցության հետ եւ արդեն հայտնել է, որ երկու ուժերի հետ էլ համագործակցության եզրեր է տեսնում։ Հանդիպման պաշտոնական առաջարկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը արել է նաեւ օրինաց երկիր եւ Հայաստանի Հանրապետական կուսակցություններին։ Այսօր քաղաքական օրակարգում այդ հարցը քննարկելը առնվազն ժամանակավրեպ է։ Եվ որևէ բան չի տալու ոչ մեր հասարակությանը, ոչ մեր պետությանը, ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության տեսակետից։ Քաղաքական ուժերի հետ Բարգավաճ Հայաստան կուսակցության հանդիպումների օրակարգում կառավարման ձևի փոփոխությունն է, ինչպես նաև 100% համամասնական ընտրակարգին անցնելը։ Որքանով է հավանական առաջիկա նախագահական ընտրություններում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը մասնավորապես միասնական թեկնածուով մասնակցելը։ Արդյոք հնարավոր համագործակցությունը կհանգեցնի իշխանափոխության։ Մինչ ընդդիմադիր քաղաքական ուժերը այս հարցի շուրջ քննարկումներ են ծավալում, շարքային քաղաքացիները հայտնում են իրենց կարծիքը։ Ըստ էության մեր մոտ ուժեղ ընդդիմություն չկա, այսինքն յուրաքանչյուրը իր շահի մասին է մտածում, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը չեն ուզում իշխանափոխություն կատարել ու այսպես ասած ինչ-որ բան փոխեն այս երկրում։ Այդ հարցեր կա, որ նրանք չեն կարող համագործակցել իրար հետ։ Եթե երկու քաղաքական միավորներն գան լուրջ կառուցողական ծրագրերով եւ հասարակությանը համոզեն, որ իրենք գալիս են ոչ թե ընդհանրապես աթոռներ բարձրացնելու համար, այլ լուրջ կենսական խնդիրներ լուծելու համար եւ այս խայտարակ իրավիճակը շտկելու համար, այդ դեպքում ես կարծում եմ, որ կկայանա։ Այդ երկու կուսակցությունը շատ հզոր կուսակցություններ են, եթե համախմբեն, մեծ դեր կխաղան, կարան եւ հեղաշրջում անեն։ Ճիշտ կլեր համախմբություն լիներ
ԲՀԿ-ի դաշնակցության որպես ազգային կուսակցություն, որը հայտարարությամբ հանդես է եկել 7 կետով։ ՀԱԿ-ը իրան այնպես ոնց որ ասում են չդրսևորեց, որ նրան որևէ մի կուսակցություն իր հետ համագործակցի։ 35,000 դրամ նվազագույն աշխատավարձը ժառանգության պատգամավոր Զարուհի Պոստանջյանը համարում է ծաղր Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Նվազագույն աշխատավարձի մասին կառավարության ներկայացրած նախագիծ այսօր ազգային ժողովում քննարկման դրվեց երկրորդ ընթերցմամբ։ Տիկին Պոստանջյանը վստահ է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը հնարավոր է բարձրացնել համապատասխան ոլորտներում խնայողություններ անելով։ Վերացնել իսպար նախագահական ինստիտուտը, նախագահական աշխատակազմին տրամադրված գումարները ընդհանրապես գոնե այս պահին պետք է կրճատվի 50%-ով եւ այդ գումարները մղվեն այն կարիքներին, որը առաջնահերթ են։ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ արեց դեմ քվեարկել կառավարության այս նախագծին, քանի որ այն ինտելեկտի որևէ տար չի ներառում։ Պարոն Բագրատյանին նվազագույն աշխատավարձի մասին կառավարության ներկայացրած փաստարկները հիշեցնում են Թումանյանի հայտնի հեքիաթը։ Այն որ թագավորն ասում ով այնպեսի սուտ ասի, որ ասեմ սուտ է, թագավորության կեսը կտամ։ Գիտեք, գալիս են տարբեր սուտեր են ասում, բոլորին ասում են սուտ է, մեկն ասում է դու ինձ փող ես պարտք, ոսկի ես պարտք։ Հիմա այս նույն բանն է։ Իսկ հայեղափոխական դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթը աչքի ընկավ իր կտրուկ հայտարարություններով, որոնց ժամանակ նա կառավարությունից պահանջեց արագ լուծումներ գտնել, այլապես մեր ազգաբնակչությանը նվազագույն այս աշխատավարձով կմղենք մուրացկանության։ Խնդրում եմ իմ ելույթը չմեկնաբանեք պոպուլիզմի, սուտ հայրենասիրության եւ այլ կտրվածքով։ Ես պատրաստ եմ անգամ մանդատս վայր դնել, եթե դուք ընդունեք եւ կիրառեք այս գործողությունները։ Իրավիճակը փորձեց մեղմել Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Սա այսօրվա տնտեսությանը վայել է եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երբեք չի ասել, որ շատ է, ոչ։ Մենք ասում ենք քիչ է, պետք է ավելացնել եւ պետք է ավելացնել առանց տնտեսությանը վնաս տալու։ Քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարին կրկին ազգային ժողովի պատերի տակ է, այս անգամ մեկ պլակատով, բայց պայքարի մի ամբողջ փաթեթով։ Որ ազգընտիրները ինչ որտեղ հարկադրվեն տեսնել մեր պաստառները, մեր կարծիքը։ Նրա հանդեպ անտարբեր է ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մխիթարյանը, փոխարենը ուշադիր է մի ծերունին, նրան շրջանցում են հանրապետական պատգամավորները, փոխարենը համբուրում է փաստաբան պատգամավոր Զարուհի Պոստանջյանը։ Չեմ կարծում, որ անտարբեր էին, ուղղակի իրենց մեջ վախի զգացում կա, որովհետև շատերը նաև առնչություն ունեն այստեղ գրառված, այսպես ասենք, հանցակազմերին։ Այող չափարության նախարարը գլուխն է բռնում Գասպարիի կողքով անցնել, իսկ գաղափարակից Լևոն Զուրաբյանը ողջունում է ձեռքով, այս հանրապետական աղջիկը շատ կուզենար իմանալ, թե ինչ պլակատ է բռնել իրենից կես մետր հեռու կանգնած Վարդգես Գասպարին։ Պարզապես ես խմբակցության նիստից եմ ուշացեք կներեք։ Դուք փորձեք հասկանալ ինչի մասին է ակցիան, փորձեք արդեն նկարներից հասկանալ եք, օգնեմ անպահ։ Արցախից հենց նոր վերադարձած հանրապետական մեկ այլ պատգամավոր ուշադիր եւ մանրամասն կարդում է պլակատը եւ ակնարկում Վարդգես սիրուն չէ։ Դե եղե, որովհետեւ արդեն քանի անգամ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Գասպարիի պլակատի հանդեպ անտարբեր չեն իրավապահները, նրանք լուսանկարում են։ Սոցիալնախարարը ենթադրում է, որ մի օր իրեն կհետաքրքրի Գասպարիի ուզածը։ Ֆինանսների նախարարը շտապում է քննարկումների, շտապում են բոլորը, բայց շատ դանդաղ։ Վարդգես Գասպարին այս ամենում մի լավ բան տեսնում է։ Բարեբախտաբար մենք ուրեմն եվրոդաստիարակվել ենք, արդեն ֆիզիկական բռնություն չի կիրառվում։ Մեկ տարի առաջ մի խումբ բնապահպաններ թռչկանի ջրվեժի վրա կանխեցին հիդրոէլեկտրոկայանի կառուցումը։ Նրանց շնորհիվ այսօր թռչկանն արդեն անձնագիր ունի։ Անձնագիրը ֆիքսում է ուրեմն իր պահպանվող տարածքը, ինչ ռեժիմը այդտեղ սահմանվում, ինչ կարելի է այդ տարածքում անել, ինչ չի կարելի անել։ Անձնագրում ամրագրված է թռչկան ջրվեժի սեփականատերը եւ պահպանողը Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղական համայնքն է։ Փաստաթուղթը նաեւ արգելում է ջրվեժի տարածքում հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքները։ Անձնագիր ձեռք բերելուց հետո բնապահպաններն այցելել են թռչկան, իրենց խոսքերով պատկերը հուսադրող չէ։ Մենակ մեր ուժերով մենք չենք ուզում շարունակել, հա, ասենց բանի նման անընդհատ աղբահավաքությամբ զբաղվել, հա, կարանք անենք 4 թե 5 անգամ արդեն մենք թռչկանի տարածքը աղբից մաքրել ենք։ Այդ տեղական ինքնավարական մարմինը, որի իրավասության տակ է այդ կլինի բնության հուշարձան, կլինի այլ օբյեկտ, կլինի պատմամշակութային հուշարձան, գոնե բարի լինեն
աղբահանությունը կազմակերպեն։ Թռչկան նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը աղբահանության գործում հայցում է նաև տեղի բնակիչների աջակցությունը, հիշեցնելով, որ տարածքն առաջին հերթին իրենց է պատկանում։ Այնտեղ խոզություն են անում մարդիկ։ Ու հիմա որ մտնում ես, ուղղակի չգիտես, նստելու տեղ չեմ ասում, չգիտես որ կողմ նայես, որ ուղղակի զզվանք չարտահայտես։ Նախաձեռնության անդամները ժպիտով են նշում, որ իրենք հանդիպում են միայն այն վայրերում, որտեղ բնապահպանական լուրջ խնդիրներ կան։ Ամեն անգամ, երբ որ կարիք է լինում հավաքվելու, միշտ թեժ կետում ենք հավաքվում, կոնկրետ այգում, չգիտեմ, ինչ-որ մի շինարարության մոտ եւ այլն եւ այլն։ Նախաձեռնության անդամներն անդրադարձան նաև մեկ այլ խնդրի՝ Թռչկան ջրվեժից մոտ 1 կիլոմետր ներքև գտնվող Չիչխան գետի վրա գործող հեկը ջրազրկել է այն։ Լևոն Գալստյանն ահազանգում է, եթե ուշադրություն չդարձվի Չիչխանին, ապա որոշ ժամանակ անց գետը կցամաքի։ Հայ առաքելական եկեղեցու սպասավորներն իրենց մամուլի ասուլիսներում պարբերաբար բողոքում են աղանդների կողմից իրականացվող հոգևորությունից, սակայն այդպես էլ պարզ չէ, թե ինչ է աղանդը եւ ինչ է հոգևորությունը, թե իրավապաշտպանները եւ թե պետական մարմինների ներկայացուցիչները պահանջում են հստակեցնել այս հասկացությունները, սակայն նրանց դիրքորոշումները այս հարցում խիստ տարբեր են։ Օրվա գլխավոր թեման։ Կրոնագետ Ստեփան Դանիելյանը գիտի, թե ինչու է հոգևորության մեղադրանքը պահպանվում խղճի եւ կրոնական ազատության մասին նոր օրինագծում։ Գոյություն ունի հայ առաքելական եկեղեցու կամ ավելի ճիշտ կլինի ասել Գարեգին B կաթողիկոսի լոբինգը, որպեսզի օրենքը դառնա պատժիչ, որպեսզի այն քրեականացվի եւ մարդկանց իրենց հավատքի համար ուղղակի պատժեն ոչ միայն տուգանքներով։ Նրա կարծիքով հոգևորության բոլոր մեղադրանքները եվրոպացիների աչքին Հայաստանը դարձրել են ծաղրի առարկա, նույնիսկ կրթության նախարարն է Facebook-ով կոչ անում ուժեղացնել այդ ծիծաղելի պայքարը։ Դա ասում է կրթության նախարարը եւ Հայաստանի քաղաքացիները, որոնք այլ կրոնական ուղղության հետևորդներ են կամ աթեիստներն են, նրանց երեխաները գնալու են դպրոց եւ այդ դպրոցների նախարարը պայքարել է իրենց երեխաների դեմ։ Արմեն Աշոտյանը չի թաքցնում, որ պետք է հետապնդել հոգևորությունը, նախարարը ցավ է հայտնում, որ գործող օրենքը թույլ չի տալիս հետապնդել հոգևորությամբ զբաղվող կրոնական այլ կազմակերպություններին, արգելքը կա, պատիժը չկա։ Հոգևորության դեմ պայքարը պետք է ստանա նախ եւ առաջ իրավական հիմքեր։ Իր համախոհներին պարոն Աշոտյանը կոչ է անում հոգևորության դեմ պայքարի գծով դրական էներգիան ուղղել ազգային ժողովի падգամավորներին, թող իրենք էլ պայքարեն։ Եթե մենք խոսում ենք իրավական պետության մասին, ապա ակնհայտ է, որ այս բոլոր բարի ցանկությունները պետք է այս կամ այլ լոբիստական մեխանիզմով տեղը գտնեն իրենց օրենքներում։ Մի քանի օր առաջ Մարդու իրավունքների պաշտպանը թեմայի շրջանակներում կլոր սեղան անցկացնելուց հետո Արդարադատության նախարարության առաջարկել է կոնկրետացնել, թե ինչ է հոգևորությունը, այն առնվազն իրավական կատեգորիա չէ։ Օրինակ, ասվում է հոգեկան եւ ֆիզիկական բռնություն, ֆիզիկական բռնությունը բոլորիս պարզ է եւ այո, քրեական օրենսգրքում սահմանվում է, բայց օրինակ հոգեկան բռնությունը չի սահմանվում։ Չնայած դրան, պաշտպանի ներկայացուցիչը դեմ է, որ հոգևորությունը հանվի խղճի եւ կրոնական ազատության մասին օրինագծից, ինքը մենակ չէ։ Կլոր սեղան քննարկման արդյունքում մենք համենայն դեպս այդ եզրակացության չենք եկել։ Իդեպ Տիկին Խաչատրյանը համաձայն չէ, որ օրինագիծը գրելիս հաշվի են առել հայ առաքելական եկեղեցուն ուժեղացնող միտումները։ Իշխանությունների պաշտոնական հայտարարությունները կրոնական հանդուրժողականության մասին եւ դրանց որոշ ներկայացուցիչների եւ կողմնակիցների խիստ անհանդուրժող վերաբերմունքը նույն հարցում իհարկե հակասության մեջ են մտնում։ Այդքան էլ պարզ չէ, թե ինչ են իրականում հանրապետականները մտածում աղանդների մասին, սակայն դժվար է ենթադրել, որ նժդեհականները կողմ լինեն այդ ոլորտի հետագա ազատականացմանը։ Այսօրվա մեր գլխավոր թեման կամփոփենք հյուրասրահում։ Ամեկ պլյուսի հյուրասրահում է հայոց արծիվներ հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը։ Պարոն Ասրյան, ինչ է ըստ ձեզ նշանակում հոգևորություն։ Հոգևորությունը դա ըստ իս շատ լուրջ առատավոր երևույթ է։ Ի նկատի ունեմ մեր իրականության մեջ ներմուծված աղանդավորական շարժումները եւ կոնկրետ ես եւ հայոց արծիվները մեր հնարավորության սահմաններում լինելով քրիստոնյա միշտ պայքարում ենք այդ հոգևորության աղանդների դեմ տարբեր ուղղություններով համայնքներ մուտք գործելով, քարոզություն իրականացնելով, եկեղեցիներ մուտք գործելով, եկեղեցու սպասավորներին հրավիրելով, հայոց արծիների գրասենյակները օրհնելով եւ բազմաթիվ միջոցառումներ։ Եթե քրիստոնյա քահանա, բայց ոչ հայ առաքելական, այ կաթոլիկ կամ ուղղափառ, քարոզում է իր գաղափարները Հայաստանի Հանրապետություն, արդյոք դա հոգևորություն է։ Ըստ իս դա հոգևորություն չէ։ Հոգևորությունը բացառապես
ինքս տեսնում եմ միայն աղանդավորական շարժումների մեջ նրանց, ովքեր փորձում են մտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տներ, փորձում են հայ առաքելական եկեղեցում մոմ վառող մարդկանց հոգիներում, ուղեղներում հեղափոխություն անել կամ հոգևորություն անել։ Դա հանցագործություն է ըստ, դա պետք է պատժվի։ Ըստ իս, ես իմ անձնական կարծիքն եմ հայտնում, իհարկե պետք է պատժվի, հատկապես առաջին հերթին կամ գուցե միայն պետք է պատժվեն աղանդավորական շարժումների պարագլուխները, ովքեր աշխատավարձով կամ այլ ինչ-ինչ ծրագրեր իրենց աչքի տակ ունենալով ներմուծված ուժերի կողմից որպես վարձու աշխատողներ կամ վարձկաներ կամ նայումնիկներ, այսպես ասած, փորձում են հազարամյակներ շարունակ մեր տեսակը պահպանած քրիստոնյա հավատքը մեր մեջ խարխլել, ինչը ըստ իս լուրջ պետական անվտանգության հարց է։ Ովքեր են դա ներմուծում։ Որ երկրներն են ներմուծում Հայաստան այդ ուժերը։ Դա այդքան էլ բարդ չի իմանալ, այն աղանդավորական շարժումները, որոնք տարածված են երկիր մոլորակով մեկ կամ նրանց գլուխները, չգիտեմ որ պետություններում են, ինձ դա ընդհանրապես չի հետաքրքրել, որ ուսումնասիրեմ, հենց դրանց կողմից ներմուծված աղանդներ են, տարբեր անուններ վերագրած իրենց։ Բայց այստեղ նաև մեկ հարց կա, այս աղանդավոր կազմակերպությունները գրանցվում են մեր պետական ռեգիստրում որպես հասարակական կազմակերպություններ եւ այստեղ մենք պետք է շատ լուրջ գործունեություն ծավալենք ոչ միայն այդ օրենքի դաշտում, ինչ որ կետեր փոխելով, կանխելով սրանց գործունեությունը, այլ նաև կրկնում եմ, յուրաքանչյուրս մեր ներսում, եթե մենք յուրաքանչյուրս քրիստոնյա մարդ ենք, եկեղեցի ենք մտնում, մեր երեխաներին դաստիարակում ենք որպես քրիստոնյա ժառանգներ, մենք դա պետք է մենակ մեր ընտանիքում չանենք, պարոն Աբրամյան, այլ ամենուր ողջ հայկական բարձրավանդակով։ Ձեր գաղափարախոսության հիմնադիր Գարեգին Ներդեհը ասում էր ներքին թուրքը։ Արդյոք կարելի է աղանդավորների մասին ասել, որ նրանք ներքին թուրքեր են։ Աղանդավորների պարագլուխներին ես կարող եմ ասել, որ նրանք ներքին ոչ միայն թուրքեր են, այլ տականքներ են։ Բայց ժողովրդին կամ այն հատվածը, որը շեղվել է, ուղղակիորեն շեղվել է եւ նրանց հետևից գնում է, նրանք ըստ իս մոլորյալներ են, շեղվածներ են, նրանք թուրքեր չեն, նրանք տականքներ չեն, նրանք մեր քաղաքացիներն են, արժանապատիվ քաղաքացիներն են։ Պարզապես ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, շեղվելով, նրանք ներմուծված այդ թուրքերի կամ տականքների գործնեության արդյունքում գնում են նրանց հետևից, բայց վստահ եմ, որ այդ ճանապարհը շատ կարճ է լինելու եւ յուրաքանչյուրս պարտավոր ենք հենց այդ շեղված հասարակության այդ հատվածին, մեր ժողովրդի շեղված այդ հատվածին հետ բերել դեպի նորմալ կյանք, դեպի քրիստոնեության դաշտ։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցներ հայոց արծիվներ, հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը։ Գյումրի քաղաքի հոկտեմբեր կինոթատրոնի ճեմասրահում այսօր տեղի է ունեցել Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ ավականու նորընտիր անդամների երթմնակալությունը։ Շիրակի թեմի առաջնորդը Սամվել Բալասանյանին է հանձնել լանջաշղթան, ինչպես նաեւ շնորհել է քաղաքի խորհրդանշական բանալին։ Մեր մարզային լուրերը։ Գյումրիում մեկնարկել է գազի ներտնային ծառայության աշխատանքները։ Տարվա այս ժամանակահատվածում բնակիչ բաժանորդների կողմից ավելանում են գազ օգտագործման հետ կապված խախտումները։ Գազ օգտագործող մոտ 3000 տների դռներ փակ են, մասնագետները փորձում են գտնել այդ բնակիչներին եւ ստուգումներ անցկացնել նրանց տներում։ Հիմնական խախտումները իրոք գալիս է սոցիալական վիճակի։ Գյումրիում ունենք 35000 բաժանորդ, 35000 բաժանորդի մոտ 70-ից 75% խախտումներ է արձանագրվում։ Ալավերդուսանահին Սարահար թաղամասի 3-րդ զանգվածի շենքերի աղբահորերի առաջ դռներ են տեղադրել, որպեսզի աղբը չտարածվի։ Իսկ կողքի շենքերի բնակիչները, որոնց աղբահորերում վաղուց դռներ կային, վստահեցնում են, որ դա խնդրի լուծում չէ։ Իրենք շարունակում են գարշահոտություն շնչել։ Տեսին նարգան է դրա համար է տված։ Լցնում են, բայց որ կեղտը տանելիս քանդում են, ավտոն բարձում են, այդ ֆոտո տալիս է։ Այդ օրը այդ միջև սուտկեն լրանա, աստի ֆոտոից խեղդվում ես։ Բայց շատ հարմար է, որովհետև զուտչի ընդհիտակ է, մենք չենք գնում այս կողմ, այն կողմ։ Ֆոտո մի օր կլինի, երկու օր կլինի, վերանում է։
Գյումրիում նշվել է մեծահասակների կրթության օրը։ Սովորիր, քանի դեռ սովորելու բան ունես, դու սովորելու բան ունես քո ողջ կյանքում նշանաբանով։ Միջոցառմանը ներկա են եղել տարբեր տարիքի գործազուրկներ, աշխատողներ, որոնք ներկայացրել են իրենց կարողություններն ու ձեռքի աշխատանքները։ Միջոցառման կազմակերպիչները վստահեցնում են, որ մարդն անկախ իր կամքից անընդհատ ինչ-որ բան է սովորում։ Աշխատաշուկայի պայմանները շարունակաբար փոխվում են եւ մարդիկ էլ իրենք պետք է աշխատեն իրենց հմտությունների վրա, որպեսզի համապատասխանեն այդ նոր աշխատաշուկայի պայմաններին։ Այդ հանրապետականից լավ ով գիտի ժողովրդի խնդիրները։ Այս 99 թվից այս կողմ ով է բարձրացել է ժողովրդի կենսամակարդակը, ով է անկեղծ եղել ժողովրդի հետ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Кто похвалит меня лучше всех, тот получит большую сладкую конфету. Неужели вы меня совсем не похвалите? Կհանդիպենք վաղը։